Իրավապահները նախ ձերբակալել, ապա դատարանի որոշմամբ բաց էին թողել ուժեղ Հայաստանի ևս երկու ներկայացուցչի՝ Գոհար Ղումաշյանի, եթե չեմ սխալվում, եւ Վերժինե Ստեփանյանի։ Գոհար Ղումաշյանի մասով հակակոռուպցիոն կոմիտեն ևս ձայնագրություններ տարածել, որտեղ Ղումաշյանը հերոստացույցի փոխարեն ինչ որ քաղաքացու գումար է խոստանում եւ հակակոռուպցիոնը վստահ էր, որ դա կաշառք է։ Դիտենք այդ դրվագը, աշուտ լսենք այդ դրվագը ձայնագրության։ Գոհար Աշոտովնան, նոր մտածեցի։ Տելևիզորը ունել ինչ անում, դրա տեղը փող կարար փողով։ Հա, դրա տեղը փողով ինքը տելևիզորը ինչ անում, կդատունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա, ենքան ուրախանալու։ Դեսո, բայց Սիմոն Նիկոլաևիչ, դե հանգարց։ Դրանց չէ, ոչ մեկը, 3 շաբթի օրը ուրեմն կհանդիպենք։ Փոքրիկ ռեմարկ դատելով ձայնագրության որակից Սիմոն Նիկոլաիչի հեռախոսներ գաղտնալսման տակ ոչ թե Գոհար Աշոտովնային է, բայց ըստ զանգերի ինչպես մեզ է հրամցնում հակակոռուպցիոնը ուժեղ Հայաստանը միայն անհատական մակարդակով չէ, որ գործեր էր անում կոռուպցիոն սխեմաների մեջ։ Լսենք մի դրվագ ևս։ Ես կարի ֆաբրիկա ունեմ Մարգարովիտում, ուզում ձեզ հետ խորհրդակցեմ։ Մի 200 աշխատատեղով ֆաբրիկա ունեմ բոլոր բաներով, մեքենաներով։ Ինչ զակազա պետք է շուկա։ Զակազապետ։ Այո, զակազ լինի, ասենք։ Եկեք սենց անենք Գագիկ ջան, ես ձեր կոնտակտը փոխանցեմ իմ աշխատակցին, ով զբաղվում է այդ թեմայով։ Ինքը զանգահարի, ամեն ինչը գնահատենք, հնարավորությունները հասկանանք, եթե պետք է գանք տեղում տեսնենք ու սկսենք համագործակցել։ Գոհար Աշոտովնյանն է աշխատակից ունի, որը կոնկրետ այս հարցով է զբաղվում, փաստորեն, հա, իսկ ես Դավիթ Վահանավիչս այսպես ամենակով ամեն օր աշխատում եմ сам своими руками, как говорится, ետերներ պատրաստելու համար Երանի։ Կեսկատակ է իհարկե ցանցի չտանեն մեր լսանի որոշ ներկայացուցիչներ, բայց այս ձայնագրությունները լսելիս դեռ ամբողջական ու վերջնական կարծիք չի ստացվում, թե ուժեղ Հայաստանը աչ ու ձախ փող է բաժանում բարեկամներ, ինչու, որովհետև ամեն դեպքում դատարանը Գոհար Աշոտովնային տուն բաց թողեց այն Ղումաշյանի։ Եթե փաստնապացուցվեր, դժվար թե Փաշինյանի օրոք գործող յուրաքանչյուր տեսակ դատարան տեղում չտաներ տիկնոջը կալանքի, այնպես որ սպասենք, տեսնենք ինչ կորոշեն հաջորդ ատյանները։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագրի ակտիվն այս դրվագներն անխնա է օգտագործում ապացուցելու, որ ահա այս Մոսկվայի կատարածություններն ու Կրեմլի ստրուկները եկել են Հայաստան ու ուզում են գողանալ մեր ընտրությունները։ Լսենք երկրորդ կողմին ևս։ Ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները հակակոռուպցիոն կոմիտեի տարածած, թե ինչպես են սրա թիմակիցները փող բաժանել իրար մեջ, ինչ որ այդ փողի կռիվն են անում, էլի ասում խես բաց կապով զանգել, WhatsApp-ով զանգի, խեն մեզ 100,000 տվել, ուղարկել գյուղ դեզ 200,000 տվել, դուք շտաբի վրա եք, դուք ինչ տեսակ եք առհասարակ, դուք մարդկային ինչ սորտ եք, կներեք բարիս համարի հարկի, դուք ինչ սորտ եք։ Ձեզ իրոք դուք մեջներդ իրոք քաշել, հա, որ ձեր արյունը կապույտ է ու դուք կարաք թեկուզ ձեր միտինգին թեկուզ փողով եք օղների վրա տենց խոսակ, հա։ Բայց հիշեցնում եմ բարեկամներ, որ դատարանի որոշում դեռևս չկա, որևէ մեկը կոռուպցիոն սխեմաներ գործարկելու համար դատապարտված չէ, կալանքի տակ չի գտնվում, օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա, բայց այսքան էլ բավարար է կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների հայ բանագենաց Ռուբեն Ռուբինյանն էլ ջղայնանա։ Իդեպ համատեղությամբ նաև ազգային ժողովի փոխոսնակ լսենք։ Կալուգացի օլիգարխի թիմակիցները հերթական անգամ բռնվել են ընտրակաշառք բաժանելու վրա։ Սա արդեն տարօրինակ չէ, որովհետև մենք գործ ունենք մի ուժի հետ, որը հստակ եւ նպատակաուղղված ուղարկվել է Հայաստան, որպեսզի գողանա մեր ընտրությունները։ Հիմա սկսենք դրանից պարոնայք, որ ձեր ընտրությունները ոչ ոք չի կարող գողանալ, եթե ձեր